նախ շնորհավորում եք եւ նաեւ ձեր ուղերձ օրվա կապակցությամբ այն հետո մենք ընթացիկ։ Ես միանում եմ բոլորին շնորհավորանքներին բանակի օրվա կապակցությամբ։ Այսօրը նախ եւ առաջ պատասխանատվության օր է բոլորիս համար, մեր պետության, մեր ժողովրդի համար։ Երբեք հաղթանակները, ինչպես նաեւ պարտությունները վերջնական չեն լինում, իրադրությունները փոփոխվելու հատկություն ունեն եւ մենք պարտավոր ենք դասեր քաղել այն սխալներից, ինչ որ մենք ունեցանք այս 35 տարիների ընթացքում, արժևորենք այն իրականությունը, որտեղ որ մենք ապրում ենք, հասկանանք բանակի արժեքը ինչ է եւ ինչի համար է ստեղծված ազգային եւ պետական բանակը, ապրենք այնպես, որ թե բանակը եւ թե այն նպատակները, ինչ որ բանակն իր առջեւ դրված է, ինքներս մեր ամենօրյա կյանքով իրականացնենք։ Բանակի օրը պարզապես տոն չէ, դա մեր ամենօրյա աշխատանքի արդյունքը պետք է լինի եւ պարզապես տոնելով տարին մեկ անգամ գալով, գնալով, խոսելով բանակի մասին երբեք չեն կարող ունենալ այն բանակը, ինչ որ պետք է ունենանք։ Հիշատակի օրվա մասին, քանի որ այս իշխանությունները հունվարի 27-ը հռչակեցին բոլոր պատերազմներում ընկած մեր հայրենիների հիշատակի օր, դուք ինչ եք կարծում, սա ինչի համար է արվում։ Բնականաբար բանակի օրվա նախորդող օրը համարել հիշատակի օր, ես չեմ կարող համարել նորմալ եւ ճիշտ։ Այո, պետք է ունենալ այդպիսի մի օր հիշատակների համար, բայց դրա համար կային բազմաթիվ այլ օրեր, օրինակ սեպտեմբերի 27-ը եւ նմանատիպ շատ օրեր։ Սա միտումնավոր իրականացված ծրագիր է ստվեր ներդելու, ստվերելու հենց հունվարի 28-ի արժեքը եւ օրվա նշանակությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ պայքար պետք է ընթանա, մենք պետք է պայքարենք ազգում, մարդկանց մեր ժողովրդի մեջ այն շերտերը, որոնք չեն ընդունում այս իրականությունը, պետք է պայքար մղեն եւ արագորեն շտկեն հենց այս օրվա հետ կապված։ Խոսքը բնավ նրա մասին չէ, որ վերած դուրս գա այս օրը օրացույցի մեջից, այո, լավ է, բայց պետք է ընտրել այլ օր եւ այդպիսով հասարակությանը ուղղորդել հենց այդ օրը գալ երաբլուր կամ ընդհանրապես հիշատակի օրը կազմակերպել այլ օրվա հետ կապված։ Շնորհակալություն։